Ես Մարիամ Մուղդուսյանն եմ, սովորաբար երբ հարցնում են ով եմ մասնագիտությամբ, առաջինը ասում եմ նկարիչ, բայց եթե խոսենք կրթությունից, ես ավարտել եմ Թերնեմեզյանը, Թերնեմեզյանի անվան արվեստի ուսումնարանը, այնուհետև ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետը եւ արդեն ասպիրանտուրայում սովորելու տարիներին որոշեցի հետ գալ արվեստի բնագավառ եւ ավարտեցի նաեւ Գեղարվեստի ակադեմիան, գեղանկարի բաժինը ստանալով մագիստրոսի կոչում։ Այսքանը եթե խոսենք կրթության մասին։ Նկարել թերևս սկսել եմ շատ փոքր տարիքից, իրականում իմ մանկության բոլոր հիշողությունները կապված են նկարչության հետ, բոլորը։ Նույնիսկ մանկական խաղերը, որ քրոջս հետ էի խաղում, ամենավաղ հիշողություններից է կավիճով քրոջս համար դաշնամուր նկարելը, որ ինքն էլ նվագի, դաշնամուր չունեինք եւ դեռ չէինք էլ կողմնորոշվել, ով ինչ է դառնալու։ Եվ հիշում եմ նաեւ ինչ շատ նկարելիս ավազին հողով, ինչով որ հնարավոր էր, հետք թողնել ինչ-որ բանի վրա, ես նկարում էի։ Հայրս եղել է նկարիչ, հորեղբայրս է եղել նկարիչ, եւ կարծում եմ նաեւ մայրս է շատ նպաստել ու դրդել, որ հետագայում մասնագիտական ընտրություն կատարելիս հենց նկարչության վրա կանգ առնեմ։ Մյուս կողմից ես համոզված եմ, ինչքան էլ օգնես նպաստես, եթե մարդը նկարիչ է, ինքը դառնում է նկարիչ եւ հակառակը։ Եթե ինքը չպետք է նկարի, չի նկարում։ Իմ կարծիքով էս բաղադրատոմսը, այսպես ասած, շատ պարզ է։ Շատ ավելի երիտասարդ տարիքում ես համոզված էի, որ ոգեշնչումը այսպես շատ ոգեշնչում լինում է, այսպես ասեմ։ Եվ նաեւ համոզված էի, որ կարող ես ոգեշնչվել չգիտեմ, կարդալով, ինչ-որ երաժշտություն լսելիս եւ բոհեմյան իրավիճակներում երբ կարդում էիր գրքեր, նայում նկարիչների կտավները եւ ոգեշնչվում էիր նրանցով, ուզում ես մոտենալ նրանց կենցաղի նման լինի, քո կենցաղը նաեւ, բայց հիմա ես կարծում եմ, ոգեշնչումը նկարչությունն է, դու նկարում ես ամեն օր եւ լինում է, այսինքն շատ ավելի պրակտիկ մոտեցում հիմա ունեմ սրան։ Դու պետք է անverջ նկարել, անverջ ասելով, այսինքն որոշակի կանոնավորությամբ նկարել, գոնե ինձ մոտ այդպես է աշխատում եւ ստացվում է։ Այսինքն ես այլևս չեմ գնում ոգեշնչման հետևից, որովհետեւ նկարչությունը վիճակ է, որով դու ապրում ես։ Սա շատ ինչ որ բնական բան է, տարօրինակ կամ զարմանալի ոչինչ այլևս չկա ինձ համար գոնե նկարչության մեջ, սա նույնն է ինչ որ, չգիտեմ, սուրճ ես խմում, հա, երևի թե ես խմում, հաց ես ուտում, այսինքն քո առօրյայի մի մասն է, թերևս ապրելակերպ է եւ այդ քանակի ու ծավալի մեջ դու արդեն դառնում է որոշակի նորմ նկարելը եւ ինքնին ոգեշնչումը արդեն այսպես դառնում է նորմ, այլևս իրեն հատուկ ինչ որ փաթեթավորմամբ ինչ որ բան չէ, որի հետևից գնում ես, որ սկսես նկարել, նկարում ես։ Ուղղակի Ես մարդկանց եմ սիրում։ Սովորաբար հակված եմ կարծելու, որ մարդը եւ լավն է եւ վատը, երկակի էություն ունենք մենք բոլորս եւ նայած թե ինչ ես արթնացնում մարդու մեջ։ Եվ սովորաբար եթե դու քո լուսավոր կողմով ես մարդկանց հետ շփվում, հենց լուսավորն էլ ստանում ես։ Ես երկխոսությունն եմ սիրում մարդկանց իրապես հոգեվիճակները եւ գիտեք Կարծում եմ նորմալ է, որովհետև օրինակ մենք սոցիալական էակներ ենք, չէ՞։ Եվ նաև լրագրությունն է ինձ շատ օգնել, որ ես մարդկանց սիրեմ։ Ես շատ շնորհակալ եմ ստեղծված իրավիճակին, որ ես ունեցա նաև լրագրողի մասնագիտություն եւ 10 տարի ավելի աշխատել եմ շատ ակտիվ լրագրության մեջ, հիմա էլ երբեմն հրապարակախոսական ժանրի նյութեր եմ ունենում կամ հարցազրույցներ եւ ես մարդկանց եմ սիրում, այո, իմ նկարչությունը մարդկանց մասին է սովորաբար հոգեվիճակի, թեև վերջին շրջանում, երբ շատ գիտեք, ինչ որ մի տարիքից սկսած կամ փորձառությունից լավ իրավիճակից սկսած, նաեւ կենցաղն է շատ մտնում քո կյանք եւ ես երբեմն ուղղակի
փորձում եմ ձեռքս զարկերակի վրա դնել, ընդհանրապես ենթադրենք նատյուրմորտներ նկարելով։ Չգիտեմ, ինչ որ մի բան, որ պետք է անես։ Հետևաբար սիրում եմ այս շրջանում նաև սիրում եմ նատյուրմորտներ, որ քեզ շատ չի տանում, այսինքն շատ ավելի մեխանիկական աշխատանքի մեջ ես լինում։ Բայց սովորաբար էմոցիոնալ մարդկանց, այսպես նկարների, եթե նկարների մասին խոսենք, էմոցիաներ արտահայտող ինչ-որ մարդկանց եմ սիրում նկարել այս շրջանում, չեմ ուզում նաև ինչ-որ մի ուղղության մեջ դասակարգել, որովհետև ես ունեցել եմ ժամանակաշրջան, երբ շատ ժամանակակից արվեստով եմ շատ տարված եղել, փորձառական արվեստով եւ հավաստիացնում եմ, երբ որ քեզ համար նկարչություն օրինակ ազատություն է քեզ տալիս, որ ստեղծագործես, բայց նաև հասկանում ես, որ արվեստը արվեստ է, բոլոր ուղղությունները միատեղվում են ինչ-որ մի փուլում։ Հավասարապես քեզ գրավում է գեղանկարչությունը, երաժշտությունը, պարը, չգիտեմ, քեզ դուր է գալիս։ Պարզապես քո գործիքը ենթադրենք նկարչությունն է։ Եթե կարող ես համադրել, ավելի լավ, ինչու ոչ։ Կարելի է փորձել անընդհատ եւ դրա համար ինձ որևէ ուղղության մեջ չեմ տեղավորում։ Ես 3 տարեկան աղջկա մայրիկ եմ, ով անվերջ ուշադրություն է պահանջում եւ նկարչությունն էլ է այդպես։ 2 խանդոտ բևեռներ։ Եվ այս արանքներում, որտեղ հասցնում եմ, այնտեղ նկարում եմ։ Այս մեջտեղում, որովհետև իմ կարծիքով կին արվեստագետների եւ տղամարդ արվեստագետների ամենակարևոր տարբերություններից մեկը դա է։ Մայրությունը շատ մեծ տարածք է վերցնում, ի տարբերություն հիմնականում կան իհարկե բացառություններ, ի տարբերություն տղամարդ արվեստագետների, ովքեր այնուամենայնիվ կենցաղից զատ ունեն նաեւ տարածք ստեղծագործելու, անշուշտ ոչ բոլորի մասին է խոսքը, այլ սովորաբար, նաեւ համաշխարհային կերպարվեստի պատմության մեջ է այդպես։ Իմ կարծիքով կին նկարիչների համար բարդություն է նաև երեխայի նորածնային շրջանը, հա, չէ՞ որ որովհետև մենք բնությունից այս բնական տարբերություններով պայմանավորված երեխայի խնամքը կնոջ վրա շատ ավելի է ընկնում։ Եվ հետևաբար գոնե երբ ինձ հարց են տալիս, երբ ես հասցնում նկարել, ես գիտեմ, երբ որ կարողանում եմ, այլևս ես այս ազատությունը չունեմ, գոնե այս շրջանում։ Եվ ես ուրախ եմ սրա համար, որովհետև սա նույնպես ստեղծագործական տարածք է։ Պարզապես պետք է այս փորձառությունը կուտակել եւ հետո վերածել արդեն նոր ասելիքի։ Ես Զաբելիկի իմ աղջկանունը Զաբել է, նրա ծննդից հետո շատ եմ նկարում նաեւ մայրության մութ կողմերի մասին, որովհետև սովորաբար մենք տեսել ենք, թվում ես մինչև մայրանալը մայրության միայն գեղեցիկ կողմը, բայց մայրությունը շատ լուրջ մարտահրավերներ ունի եւ սա ասելիք է, որ կարող են կին գեղանկարիչները ասել, որովհետեւ տղամարդիկ չեն կարող դա ասել։ Այսինքն բնական է, չէ՞, բայց որտեղ երբ հասցնես նկարել շատ ժամանակ անձեռոցիկների վրա, թաց անձեռոցիկների վրա, գիշերը երեխային քնացնելիս, օրորելիս, խնամելիս, երբ որ հասցնում ես, ունեմ շատ անավարտ կտավներ, երբ սկսել եմ, փորձել եմ վերջացնել, բայց երեխայի լացը, չգիտեմ, կարիքները նրա խնամք, այս պատասխանատվությունը, որ ասում ես լավ, հիմա սա պետք է սպասի, եւ հիմա ես պետք է փորձեմ այս ներդաշնակություն գտնել այս երկու իրականությունների միջև եւ այս որոնումների արանքում էլ տարածքում էլ փորձում եմ վերագտնել նկարչական ակտիվությունը։ Ստեղծագործական դադարներ ունեցել եմ, նախ որովհետև ի սկզբանե որոշել էի, որ ես ուզում եմ լրագրությամբ զբաղվել, բայց հետո այդ ստեղծագործական դադարները վերածվեցին անվերջ կարոտի, ներքի հոտի, ստեղծագործական այս միջավայրի, արվեստանոցային միջավայրի եւ աստիճանաբար իմ բոլոր տետրերը սկզբում դրանք լեկցիաներով էին լցված ուսումնառության տարիներին, այնուհետև դրանք դարձան էսքիզների տարածք։ Իսկ ընթացքում արդեն շատ ավելի սկսեցի հասկանալ, որ
համալսարանական կրթությունը գոնե ինձ համար ճանապարհ էր հետ դեպի արվեստի աշխարհ եւ սկսեցի ավելի լուրջ մոտենալ դրան։ Աստիճանաբար ավելի շատացան կտավների իմ տարածքում, իմ արվեստանոցը ունեցա եւ սկսեցի դրան լուրջ ժամանակ տրամադրել։ Սակայն ունեցա նաեւ շրջաններ, երբ գիտեք, չնկարեցի։ Ունեցել եմ նաեւ երկարատև այս դադարները, հատկապես պատերազմից հետո, երբ իմաստը որպես այդպեսին նկարելու, ինչ-որ բան անելու, անգամ այս կոլեկտիվ դժբախտությունը շատ խորը անձնական հետևանքներ է թողել նաև ինձ վրա, անշուշտ նաև ունեցել եմ որոշակի խնդիրներ, որոնց ժամանակ ուղղակի չեմ հասցրել, չեմ կարողացել։ Դրանցից է անշուշտ նաև մայրության շրջանը, ծանր հղիության շրջանը, հետծննդաբերական, էլի առողջական խնդիրները, որոնք բարեբախտաբար այլևս արդեն անցյալում են, բայց այո, ունեցել եմ դադարներ, ունեցել եմ ճգնաժամեր, ոչ միայն դադարներ, այլև հենց ճգնաժամեր, նկարչությունը մերժելու ժամանակներ եմ ունեցել, երբ չեմ հավատացել իմաստը որևէ բան անելու, բայց նաև հասկանում եմ եւ նույնիսկ այդ ժամանակ եմ հասկացել, որ սա հավանաբար ժամանակավոր դադար է եւ գուցե նույնիսկ այդ ճգնաժամային էմոցիաները հետագայում կարող են տրանսֆորմացվել եւ դառնալ արվեստի գործեր, հիշողություններ, տեքստեր։ Արտասահմանյան գրականությունը լուրջ ազդեցություն է ունեցել ինձ վրա, առհասարակ համալսարանական կրթությունը եւ շատ բանիմաց մարդկանց հանդիպելը, իրապես մտավորական կերպարների հետ հանդիպելը իրականում ինձ փոխել են առնվազն, եթե ես չասեմ իմ նկարչությունն է իմ կյանքը փոխել, այլ ես կարող եմ ասել այդ նկարչություն հետ գալու ճանապարհին հանդիպած մարդիկ, արվեստագետներ, մտավորականներ եւ անշուշտ նաեւ հենց ինքնին արտասահմանյան գրականությունը խորապես ուսումնասիրելով ես կարող եմ պնդել, որ նախ դա ինձ հետ բերեց դեպի արվեստի աշխարհ եւ հետո իմ կյանքը փոխեց։ Ես նաեւ կարծում եմ, իմ կյանքում էլ են եղել այդպիսի իրավիճակներ, որ արվեստը գիտեք, մաքրազերծող լուրջ հատկություն ունի։ Անշուշտ դու պետք է դրա առաջ բաց լինես, որովհետեւ կրթությունը շատ մեծ բանալի է սա անցալելու համար։ Սովորաբար, եթե դու չունես կրթական այդ բազան, կարող է շատ խորը հակազդեցություն առաջացնել արվեստը։ Այսինքն պետք է սրան բաց լինես, որ կարողանաս ընկալել, ընդունել։ Այս համատեքստում կարծում եմ արվեստը իմ կյանքում շատ մեծ դերակատարում է ունեցել։ Ես նաև կարծում եմ, որ չէ որ մշակույթ ստեղծելը կամ ինքնին արվեստը ստեղծելը, դա հասկանալը, գնահատելը, սիրելը շատ կարևոր է մեր մշակութային ինքնության համար։ Ես վստահ եմ, որ արվեստը մեծ ուժ է մարդկանց կյանքերը փոխելու համար եւ ես բացառություն չեմ եւ կարող է նաեւ սոցիալական նորմեր փոխել։ Եվ հետեւաբար պետք է մենք մեզ բաց պահենք արվեստը հասկանալու առաջ։ Իմիջիալոց էդ էլ այդքան հեշտ բան չի, շատ ժամանակ մեծ ջանք ու եռանդ եւ էներգիա է պահանջվում, որ հասկանաս արվեստը ինքնին։ Ես նկարել եմ 21, 19 թվականներին որոշակի դադարներով նկարել եմ քաղցկեղը հաղթահարած կանանց մերկ նկարներ եւ իմ կյանքը փոխվել է դրանից հետո, որովհետև ես բոլորովին այլ իրականություն տեսա, այնքան սերտ շփում ունեցա կանանց հետ, ովքեր այս անհավանական դաժան ճանապարհով էին անցել, նրանցից ոմանք հիմա չկան, ես այդ նկարները չեմ կարողանում նայել, որովհետև խիստ ներանձնային շփում եղավ, մեր միջև հրավիրեցի կանանց իմ արվեստանոց, նկարեցինք, շփվեցինք, ընկերացանք, պատմեցին իրենց կյանքի դժվարին ուղու մասին, այս հիվանդության մասին եւ ես նկարեցի նրանց, այս ընթացքը բավականին ինձ դժվար է տրվել։ Եվս մեկ նկար ունեմ, կոչվում է Իմ մահը։ Ես այս կտավն էլ այնքան իրատեսորեն եմ նկարել, չգիտեմ, ինչ որ մի ժամանակ շատ
փորձում էի հասկանալ, օրինակ, ինչպեսին կլինի հետո ընթացքը։ Հա, եւս նկարեցի կտավը, բայց հիմա որովհետեւ հատկապես պատերազմից հետո եւ ինչ որ իրավիճակներից հետո, երբ հասկանում ես, թե որքան կարեւոր եւ որքան լավ պահեր ես ապրում, երբ որ ուղղակի ապրում ես, կյանքը շատ լավ բան է։ Ամեն պահը սիրել է պետք գնահատել եւ ահա այս երկու մեկը շարքը եւ մյուս այս կտավը, որ չգիտեմ խի եմ նկարել, բայց աշխատում եմ այդ կտավը չնայել։ Նաեւ չեմ պատրում, չեմ փչացնում, զուտ ուղղակի մի անկյունում դրված է։ Նկարել եմ ընկերներից ներկա, ովքեր կգային այդ հուղարկավորությանը, որ մի քիչ գրոտեսկային է, նույնիսկ մի քիչ ծաղրանկարային է, բայց այնուամենայնիվ հիմա ես շատ եմ սիրում եւ գնահատում կյանքը, շատ կարեւորում եմ թե իմ առողջությունը, թե իմ կյանքը, կյանքի որակը եւ դա շատ լուրջ կերպով կապում եմ մայրության հետ եւ բոլորին եմ խրախուսում, որ ուղղակի սիրեն կյանքը, մենք ծնվել ենք, որ մարդիկ պետք է երջանիկ լինեն, որ ուրախ լինես։ Ժամանակին ինձ ոգեշնչած նկարիչները շատ են եղել եւ կդժվարանայի նույնիսկ այն ժամանակ առանձնացնել մի քանի նկարչի, հիմա առավել եւս չեմ առանձնացնում։ Եվ սա իր պատճառը ունի, ես համարում եմ, որ նկարիչները, այս կամ այս նկարչական աշխարհը ամբողջություն է, այսինքն ինչ որ մի նկար կարող է դուրս գա, ինչ որ մի փուլում կարող է, չգիտեմ, Կուստոդեևի նկարներից մեկը հավանեմ, հենց նկար, ոչ թե ինքնին նկարիչներ։ Չեմ առանձնացնում, իրապես դժվար է առանձնացնել, այլ ամբողջություն է։ Եթե ինձ հարցնեք, ինչ է, ովքեր են նկարիչները, իրենք միջոցներ են, որ ես այդ նկարները, այդ կտավները տեսնեմ։ Եվ կոնկրետ նկարիչ չկա գոնե այս պահին, որ այս նկարիչն է ինձ ոգեշնչում, բայց կան շատ նկարիչներ, ում աշխատանքները կարող են ինձ դուր գալ։ Ոգեշնչել դժվար է ասել, բայց հիմա այս ներկա փուլում կարող են առանձին նկարներ դուր գալ։ Ժամանակակից հայաստանյան իրականությունում կարծում եմ եւ ցավոք սրտի մշակութային կյանքը եւ արվեստը առհասարակ դարձել է կամ ճոխություն, կամ ոչ առաջնային պլանում գտնվող ինչ-որ երևույթ։ Մենք շատ ենք տեսնում, չէ՞, նկարիչների, ովքեր չեն կարողանում նկարել, որովհետեւ այլ գործ պետք է անեն, ընդհանրապես որ ապրեն, այսինքն հիմա նայեք, որպեսզի մարդը կարողանա ստեղծագործել եւ ստեղծագործական, այսինքն նկարել եւ նկարիչ լինելով վաստակել ապրել, սա շատ կարեւոր բան է։ Հայաստանյան իրավիճակում սա դժվար է, սա սոցիալական ասպեկտը։ Մյուս կողմը կարծում եմ կրթությունը էլի շատ կարեւոր է, որ նկարիչի իր գործը արած լինելը գնահատված զգա, ոչ միայն նկարիչը, երաժիշտը եւ այլն։ Քանի որ մաս մշակույթը, փոփ մշակույթը վերցրել է գրեթե բոլոր դաշտերը, շատ դժվար է այս առումով դիմադրել։ Դու անում ես ցուցահանդես, քո ցուցահանդեսին գալիս են քո ընկերներ, ընտանիքը եւ բայց մասսայական այցելություններ սովորաբար չեն լինում, ցավոք սրտի։ Եվ այս իմաստով մենք շատ աղմկոտ իրականությունում ենք ապրում, լիովին եւ ազատորեն ստեղծագործելու համար։ Հետեւաբար որոշակի, այսինքն պետք է նաեւ հարմարվես։ Օրինակ օգտագործել տեխնոլոգիաները, սոցիալական հարթակները։ Մյուս կողմից սա նաեւ խանգարում է։ Այսինքն շատ դժվար է գտնել այս մեջտեղում այս ներդաշնակությունը, հա, ոնց անես, որ համ այս աղմկոտ միջավայրում քո ձայնը լսելի դառնա, բայց նաեւ գոռոցի չվերածվի, որ այնքան որ լսեն քեզ, բայց նաեւ այնպես անես, որ այս աղմկոտ միջավայրում արվեստը տեսանելի ու լսելի լինի։ Լուրջ մարտահրավեր է, որը կարծում եմ չպետք է լուծի ոչ միայն արվեստագետը, այլև համապարփակ նաև պետական մոտեցում է պետք։ Կարծում եմ օր կգա, հուսով եմ ապագայում գուցե այս համապարփակ պետական մոտեցումը նաև կլինի արվեստը վերհանելու, չէ՞ որ դա մեզ կենթանուց տարբերող կարևոր հատկանիշներից է մշակույթը, արվեստը, ստեղծելը, գնահատելը, զարգացնելը։
Արվեստի զորու է սոցիալական նորմեր փոխել, արվեստի զորու է փոխել մարդու մտածելակերպը։ Պարզապես պետք է գտնես դա ճիշտ անելու գործիքակազմը։ Ինձ համար արվեստի ուժը նման է ջրի, որի դեմ եթե դու փորձես քարեր դնել, չգիտեմ, ինչ-որ ձևով փակել, միևնույն է դա շատ զորավոր է, անպայման բացելու է եւ իր հունով գնալու է։ Արվեստի ուժը նաեւ շատ կենարար է։ Հատկապես մարդիկ, ովքեր մոտ են կանգնած արվեստին, չեմ ասում ինքնին արվեստագետները, բայց եթե դու դրան արդեն մոտ ես, դու վստահաբար այդ ուժով ապրելու ես, գիտակցելու ես, գնահատելու ես եւ զգալու ես։